Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի այս օրերին հայկական Սփյուռքի գրեթե յուրաքանչյուր անդամ փորձում է յուրովի բարձրացնել հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Հենց այս կապակցությամբ էլ Հայաստան է այցելել ֆրանսիահայ երգիչ Եսային, որն իր նոր «Չեմ մոռանա» ստեղծագործությամբ անդրադարձել է Մեծ Եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Պապերից եւ ծնողներից փոխանցված 15 թվականի ջարդերի մասին պատմությունը զգալ տվեցին համազգային ողբերգությունն ու ցավը, եւ Եսային չնայած դժվարությամբ, բայց կարողացավ գրել այս երգի բառերն ու երաժշտությունը։ Ես պրոդյուսեր եմ, կոմպոզիտոր եմ, երաժիշտ, երգիչ, ուրեմն ես երգը գիտեմ, իմ զենք է գրել, կոմպոզիցիոն, ուրեմն որոշեցի, որ այս երգը պետք է ունեմ հայ համար, սենտենիալին համար։ Երգիչն այս երգը գրելու եւ կատարելու մասին երկար ժամանակ է մտածել եւ ի սկզբանե որոշել էր, որ այն պետք է լինի մի քանի լեզուներով։ Երգը անգլերեն, ֆրանսերեն, վերջում էլ հայերեն է։ Առաջին անգլերեն, որ ամեն օդարները գասկնան բարերը, հետո ես ֆրանսիայի ծնացել եմ, ուրեմն մի քիչ ֆրանսերեն եմ դերի եւ հայերեն անշուշտ վերջացա հայերենով, որովհետեւ կսեմ, որ ուր լինեմ չեմ մոռանա։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Սյուժեն շատ պարզ է, երկու երեխա բացված գրքում տեսնում եւ կարդում են հայերի ցեղասպանության մասին։ Չկորցնելով աչքերի փայլը կոչ են անում չմոռանալ 1915 թիվը։ Վերջին կադրեր իմ տեսագրոպան իմ աղջիկս է, բզդիգը եւ գնայի ինքը գսե եսալ չեմ մոռանա, ուրեմն գշարնագե բիդի շարնագեն։ Լիլի Դանելյան, Կարեն Գրիգորյան, Առաջին ալիք։